երբ ես մոտեցա ձեզ, խնդրեցի, նույնիսկ չխնդրեցի, ասացի, պարոն նախագահ, ես որ ձեզ աղաչում եմ, ոչ խնդրում եմ, ես ձեզնից պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի, ով իր կյանքը նվիրել է այս երկրին։ Ես ձեզնից պահանջել եմ, որ դուք դուրս գաք։ Շնորհակալություն, նայեք, Դուք պարտավոր եք։ հասկաց, այս իշխանությունը, նու կոնկրետ, եթե չեմ սխալում, ուղղակի միանգամից հիշողությանը գալիս հետևյալը, կառավարության նիստին վարչապետը ուղղակի ասում է, որ մենք տգետ ենք, բոլորս տգետ ենք եւ կրկնեմ այս միտքը, ոչ մեկ այդ դայլիճում չասեց, որ ինքը տգետ չի։ Բոլորը ընդունեցին։ Սա ուսապարկային կառավարում է։ Ես էլ եմ եղել նախագահ, եղել եմ վարչապետ։ Ես չեմ պատկերացնում ոնց է կարելի կառավարության անդամներին նստացնել եւ ուղղակի ասել տգետ եք դուք։ Չեմ պատկերացնում։ Ինքնասիրություն ունեցող մարդը այդ միջավայրում չպիտի աշխատի։ Եթե քո ինքնասիրությունը պաշտոնի դեմ, այդ ռազմենն ես անում, հիմա ինչ ասեմ։ Դուք չեք գտնի մեկ պաշտոնյա, որին ես իմ բնավորությամբ ես խիստ մարդ եմ, բայց որի արժանապատվությանը ես որևէ անգամ, որևէ մեկ անգամ կպացնեի։ Չեք գտնի պաշտոնյա, ինչքան իմ ժամանակ աշխատած մարդիկ կան, իրենց ցարցրեք։ Դու եթե պաշտոնյային արժանապատվության, եթե գործը դրան է հասնում, արժանապատվության պիտի կպնես, որը միջև կպնելը պիտի գործից ազատես։ Բայց դա քեզ թույլ չպիտի տաս, որովհետև այդ մարդը հետո պիտի աշխատի։ Արժանապատվություն չունեցող մարդը պաշտոնում չպետք է լինի։ Բայց այս հարցին ովքեր չեն ուզում, որ Հայաստանում իշխանության կա Հայաստան դաշինքը ազգային ուժերը, սրան ուզում եմ անդրադառնամ։ Չեն ուզում Թուրքիան եւ Ադրբեջանը, որտեղ ուզում են ունեն խամաճիկ Հայաստանի ղեկավար եւ շարունակեն թուլացնել մեր պետականությունը։ Չեն ուզում որոշ արդեն նշմարվում են օլիգարխներ, ովքեր այս իշխանության տակ ծծում են ժողովրդի արունը ու այսօր էլ ամեն ինչ անում, որ սրանք վերարտադրվեն։ Չեն ուզում մեր երկիրը ներսից քայքայող որոշ ուժեր ու ամեն ինչ սրանք փորձելու են անել, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա ուժեղ, կայացած Հայաստանի ազգային շահերը սպասարկող մեր ինքնությունը պահող իշխանություն։ Բայց դրանք փոքրամասնություն են, մեր ժողովուրդը այս անգամ հունիսի 7-ին դրանց վերջնական պատասխանը պետքա տա ու հաղթի այդ ուժերին։ Վերջի հարցը եւ երիտասարդու վերջ, էլի։ Որ կողմում, վերջինը խնդրում եմ, մյուս երիտասարդը։ Շնորհակալություն, պարոն նախագահ, նախ ներկայանամ, ես Թեյմուրազյան Լուիզան եմ, ուսանողուհի եմ Երևանի պետական համալսարանում եւ այսօր քննարկեցինք շատ կարեւոր ներքին քաղաքական իրավիճակներ, բայց կցանկանամ նաեւ անդրադառնանք այն ռազմաքաղաքական դաշինքներին, որոնք որ ոչ թե ասենք կենսական, բայց շատ կարեւոր են փոքր պետությունների համար։ Մենք հապկում սառեցրել ենք մեր անդամակցությունը եւ շատ հետաքրքիր է ինձ, երբ իշխանություն գլուխ գաք դուք, ինչ քայլեր կձեռնարկեք, արդյոք Հայաստանի անդամակցումը հապկում կապասառեցվի եւ ինչ քաղաքական, արտաքին քաղաքական հայեցակարգ կմշակեք, որը որ կլինի բազմաբևեռ, բազմավեկտոր, բարի ողջ իմաստով, ոչ թե վեկտորը ուղենք մի ուղղության, առանց մեկ ուղղության հետ համագործակցելու։ Շնորհակալություն։ Հասկացա։ Նայեք, փոքր երկրի համար բարդ տարածաշրջանում չունենալ, չլինել մաս ավելի մեծ համակարգի, սա անվտանգային սպառնալիք է, իրականում սպառնալիք է։ Հիմա ուրիշ այդպիսի համակարգ, այդպիսի կազմակերպություն չկա, կամ ՆԱՏՕ-ն է, կամ ՀԱՊԿ-ն է։ Ուրիշ չկա, ուրիշը Ասիայի, Հեռավոր Ասիայում ավելի շատ խաղաղ օվկիանոսի տարածաշրջանը ինչ-որ բաներ կան, բայց մեր հետ այս տարածաշրջանի հետ կապ չունեն։ Ուրեմն փոխանակ դու ճիշտ հարաբերություններ կառուցես ՀԱՊԿ-ի ներսում եւ Ռուսաստանի հետ եւ այլ երկրների հետ, դու սաղ հետ համարը հարաբերությունները փչացրել ես։ Եվ հետո նեղանում են, ասում են
ասում են, «Էս ինչ եղավ, հապկը ինչու չմիջամտեց»։ Այո, պետք է վերականգնել այդ հարաբերությունները։ Եվ հապկի կենտրոնական այսպես պետությունը հապկը կառուցված է Ռուսաստանի շուրջ։ Խոսքը նրա մասին չի, որ օրինակ Ղրղստանը մեզ կգաց թե ինչ որ բանով կօգնի, չի օգնելու։ Բայց հապկի շրջանակներում հենվելով եւ հարաբերությունները վերականգնելով Ռուսաստանի հետ, մենք լրջորեն կարող ենք ամրացնել մեր անվտանգությունը։ Լրջորեն։ Ուրեմն պետք է վերականգնել այդ հարաբերությունները։ Չլսեցի։ Այո, հնարավոր է վերադառնալ։ Բացի դրան, մենք ունենք Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագիր։ Ռուսաստանը ստեղ ունի ռազմական բազա։ Մեր երկկողմ պայմանագիրը եւս բավական լուրջ այսպես հիմքեր է տալիս այդ հարաբերությունները կառուցելու։ Ինչով էր հետաքրքիր մեզ համար հապկը։ Հապկի շրջանակներում շատ մեծ զեղչերով հնարավոր էր բանակը համալրել զենք զինամթերքով։ Իսկապես մեծ զեղչերով։ Նույնիսկ լիքը հարցեր առանց փող էինք լուծում։ Առանց փող, կրկնում եմ։ Հիմա խոսում եմ պարադի մասին, չէ՞, հեսա բանը վերջերս եւ այն կադրերը, որը ցույց տվեցին, եթե չեմ սխալվում, ֆրանսիական մի հրետանի են ցույց տվել, ֆրանսիական հրետանի, որը իրականում լավն է, լավ հրետանի է։ Մոտարապես գինը 5-6 միլիոն դոլար, մեկը ավտոշասիի վրա, անունը Ցեզար, եթե չեմ սխալվում, դա են ցույց տվել, ինչքան բան եմ անում, չէ՞, դա է։ Հիմա նմանատիպ զենք Ռուսաստանը ունի, որի գինը 2.5 միլիոն դոլար է։ Հիմա այդ Ցեզարի բանը կալիբրը 155 մմ է։ Այն զենքի կալիբրը 152, նույն հզորությունն է։ Հեռավորությունը նույնն է, ամեն ինչը նույնն է։ Մեկը մյուսից 2 անգամ էժան, հապկի շրջանակներում կարելի էր շատ ավելի էժան վերցնել։ Լավ հարաբերություններ ունենալով կարելի էր կրկնակել գինը իջեցնել։ Մեկ արկա այդ Ցեզարի համար 2.5-ից մինչև 5,000 դոլար, մեկը 155 մմ։ Մեկ արկա ռուսականը 800-ից մինչև 1000 դոլար։ Հիմա դուք նայեք, ինչ ահռելի գումարների տարբերություն այստեղ։ Հիմա դու ստեղ այդ հնարավորությունը ունես։ Դու խես գնացել ուրիշ տեղից ես բերում։ Այդ հարցի պատասխանը իրականում ես չունեմ։ Բացի դրան, դու եթե սպասարկման հարց, եթե արկերի sense լարացիչ ինչ որ քանակի ոնց ես բերելու հասնես Հայաստան։ Ոնց ես բերելու, որ ճանապարհով, որ մարշրուտով, չկա, չի լինելու։ Դա հերթական մոդելն է, երբ դու այն սուերի պատմությունը, սուերը բերեցին, գոնե մեկ անգամ չօգտագործվեց։ Հիմա բերում եք թանկարժեք, լավ զինատեսակ, որը մեծ կասկածներ կա, թե անհրաժեշտության դեպքում դու ի վիճակի ես լինելու օգտագործել։ Հիմա սա ողջամտության ինչ որ բան չէ, սահմաններ պետք է լինի։ Կրկնում եմ, այդ զինատեսակի վերաբերյալ իմ կարծիքս այնպեսին է, իր պարամետրերով ինքը լավն է։ Բայց կա դրա անալոգը շատ ավելի էժան։ Ոչ պակաս իր ամեն ինչով։ Հիմա սա է։ Հեսա բերելով են ցույց տալ, մարդկանց ասեն, սա բանն է, Wundwaffe են ասում են, չուդ оружие, այս բանի երկրորդ համաշխարհային ժամանակ բաներ չի օգտագործում էր այդ տերմինը։ Հիմա սա է վիճակը։ Վերականգնել եւ օգտագործել այդ լծակները բանակը ամրացնելու համար։ Եվ իդեպ եւս մեկ հանգամանք։ Այսօր ամենից մեծ եւ ամենից ժամանակակից մարտական փորձը ունեն երկու բանակ։ Ռուսական եւ ուկրաինական։ Իրականում սա է։ Պատերազմի բնույթը փոխվել է եւ ամենից մեծ փորձը այսօր ռուսական ունի եւ այդ փորձից չօգտվելը քո բանակը ամրացնելու համար ուղղակի
բացատրություն չունեմ, ոչ թշնամություն է, սեփական անվտանգության sense հարցերի վերաբերյալ։ Ավարտենք այսքանով, Ժորժ ջան, պինդ մնացեք ամուր դեպի հաղթանակ։ Շնորհակալություն։ Մեր իրավական համակարգը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագլխի գլխավորությամբ պետք է բերի օրինական իրավակցի եւ կոնկրետ, ասում է Փաշինյանը։ Ինչպես կարձագանքեք այս հայտարարությանը։ Ես լավ չհասկացա, որ ես ում պարագլխն եմ, իրավական համակարգի։ Այդպես է ստացվում։ Իմ տպավորությունը, որ դեղերը չի խմել այդ օրը, կամ կարող է ընկերու հետ չի հիմա եւ ոչ մեկը չուշեց, որ ինչ-որ ժամանակին։ Պարոն Քոչարյան, բայց նա ասում է պետք է պատասխանատվության ենթարկվեք մարտի 1-ի համար եւ կազմակերպողը իր խոսքով կազմակերպողը միավորվի։ Կարծում եմ բոլորը գիտեն եւ դա բոլորի աչքի առաջ է, տենց առաջի սադրիչը, առաջի կազմակերպողը ինքն էր եւ իր սիրտն էր փառավորվում եւ ոստիկանների հետ հարահարում էր բախումներ ոստիկանության։ Հիմա մտահոգություն կամ մտավախություն չունենք, որ Փաշինյանի այս հայտարարությունը, որը կարծես ուղղված լիներ նաև իրավապահներին, որոշակի քրեական վարույթներ կնախաձեռնեն կամ ինչ-որ բաներ կպատրաստեն, որպեսզի ձեզ կրկին ճաղերի ետևում փակեն։ 18 թվականին իմանալով, որ կալանավորելով են, եկել եմ եւ ապացուցել եմ, որ մեղադրանքը, որը ինձ առաջադրվել է, ոչինչ է։ Եվ արդարացվել եմ այդ մեղադրանքով, սահմանադրական կարգի տապալում եւ այլ։ Հիմա փորձում եմ վերավորակել, այս անել, այն անել։ Իմ տպավորությամբ նայեք, ինքը խիամտել իստերիկաների մեջ։ Ենթադրում եմ, որ իր ընտրազանգվածի համար իրեն թվում է, թե դա ճիշտ ոճը ընտրապայքարի համար։ Իմ տպավորությունը սա է։ Կամ էլ սրացում է, արդեն այդ սրացման հետ կապված դուք բժիշկներից հարցրեք, ես կապ չունեմ։ Որ ընդդիմության նկատմամբ ճնշումներ կսկսվեն, ու մեկ էլ չվերընտրվել իր հաղթանակի դեպքում դուք երկրորդ անգամ ինչ սցենար ունեք, որ այս անգամ թույլ չտաք հաղթանակը, եթե մարդը գնաց օրինական ընտրություններով ընտրվեց, մանդատները կդնեն ձեր թիմակիցները այս անգամ գոնե, թե չեն դնի, թե շարունակել են էլի 5 տարի ազգային ժողովում պայքարել։ Վրաստանում մանդատները դրել են, ինչ արդյունք են ասել, 0։ Հիմա դրա համար, հիմա մենք նման սցենարներ չենք քննարկում, ընտրությունները կավարտեն եւ կնայենք տեսնենք ինչ արդյունք է դրած։ Եվ մի բան էլ, պարոն Քոչարյան, Չէ, արդեն վերջ, վերջ։ Ձեր թիմակիցներին հիմա որքան եք ակնկալում։ Գոնե 8% ակնկալում եք։ 8%-ի համար չէինք մտնի պայքարի մեջ։ Դե համար չէինք։ Ինչպես։
8%-ի համար չէինք մտնում նույնիսկ պայքարի մեջ։ Այսինքն ավելի բարձր Իհարկե։ համարը կրել։ Այո, շատ բարձր։ Պարոն Քոչարյան, քանի տոկոս եք ակնկալում հունիսի 7-ի ընտրություններին ստանալ։ Պարոն Սաղաթելյանն ասում է, որ 8-ի դեպքում չեք մտնի խորհրդարան, համաձայն եք։ Դորա ոտի վրա ասածս ո՞ց փոխեցիր արա։ Այսինքն եթե 8% հավաքեք, չեք գնա խորհրդարան։ Դες վարկյանի ընթացքում այսքանի մեջ ասածս ոնց ասում եմ 8%-ի համար մենք չէինք մտնի ընդհանրապես ընտրապայքարի մեջ ոտի վրա մի վարկյանում այդ մուտիլովկեն ձեր sense այրան մեջ է Պարոն Սաղաթելյան, աղավաղում իմ Պարոն խոսքերը Սաղաթելյան, խնդրում եմ կոռեկտության սահմաններում մնացեք։ կոռեկտության